Մակրոտնտեսական իրավիճակը մեր երկրում կայուն է, եռամսյակային տվյալով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով, նույն պատկերն էր հունվար-փետրվարին։ Ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում 13.6%, հաջորդում է ծառայությունների ոլորտը 11.5%, գյուղատնտեսությունն աճել է 10.5%, առևտուրն ավելացել է 6%, էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.8%-ով։ Անկում է գրանցվել արդյունաբերության ոլորտում 19.5%, արտաքին առևտրաշրջանառությունը ևս նվազել է 54.2%-ով, արտահանումը նվազել է 61.8%, իսկ ներմուծումը 47.9%-ով։ Սպառողական գնաճը կազմել է 2.5%, իսկ արդյունաբերական արտադրանքին է 2.1%։ Ընդհանուր առմամբ 25-ի առաջի եռամսյակի ցուցանիշները նախորդի համեմատությամբ, առաջի եռամսյակի համեմատությամբ եղել է 4.1%։ Սա կարելի ասել կայուն եւ միջինից բարձր աճ է։ Սա նույնպես կարևոր հանգամանք է, որովհետեւ այդ ցուցանիշը կարող է ունենալ ավելի համեստ մեծություն։ Աճի որակը եւ նրա արդյունավետությունը բնութագրում են ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Ինչու, որովհետեւ դուք աճը կարող եք ձեռք բերել նաեւ էքստենսիվ ճանապարհով, էքստենսիվ մենք նկատի ունենք, երբ որ արտադրության մեջ, զարգացման գործոնների մեջ բնութագրվում է այդ ամեն ինչը նոր ռեսուրսների ընդգրկմամբ։ Միշտ շատ կարևոր է թե եղած ռեսուրսները ինչպիսի արդյունավետությամբ եւ ինտենսիվությամբ են օգտագործում։ Տնտեսական աճը որոշակիորեն դանդաղում է, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ Մեծ անորոշություն է առաջացել մասնավորապես Միացյալ Նահանգների նախաձեռնած առևտրային պատերազմի հետևանքով։ Արտաքին տնտեսական ակտիվությունը նվազել է եւ արտաքին տնտեսական այն ազդակները, որոնք նպաստել են տնտեսական աճին, նույնպես կարելի ասել չեզոքացվել են գրեթե, եւ ըստ այդմ Հայաստանի վրա, այսինքն արտաքին դրական ազդակներ տնտեսության, այսինքն ակտիվության չի նկատվում։ Հիմնականում ներքին ռեսուրսների հաշվին դա պետք է տեղի ունենա։ Շինարարությունը շարունակում է պահպանել աճի միտումները, սակայն սա էլ կկրի ժամանակավոր էֆեկտ եւ ինչ որ պահի կդանդաղի, պատճառը հայտնի է։ Եկամտահարկի վերադարձի սահմանափակումը մայրաքաղաքում։ Աշոտ Մարկոսյանը կարևոր է համարում ներքին առևտրի աճը, ինչը բնութագրում է բնակչության սպառման կարողությունը։ Նույն տրամաբանությունն է նաեւ ծառայությունների ոլորտում։ Ցուցանիշների դինամիկան ամբողջական պատկերացում դեռևս չենք տալիս, եթե այն մենք չհամեմատենք սպառողական գների ինդեքսի հետ, այսինքն գների փոփոխության։ Ըստ էության այդ ցուցանիշը ունի դրական միտում այն դեպքում, երբ որ աճի ցուցանիշն այն ավելի ցածր է։ Մենք ունենք այս հարաբերակցության աճի եւ սպառողական գների միջեւ որոշակի բարելավում, այն իմաստով, որ ինֆլյացիան սպառողական գների աճը բավականին հետ է մնացել տնտեսական աճ, այսինքն այս երկուսի տարբերությունը կազմում է իրական աճի ցուցանիշը։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանն արտաքին անորոշություններով է պայմանավորում նաև արդյունաբերության դանդաղումը։ Մեկնաբանում է արտաքին շուկաներում անգամ ռուսական, հատկապես մշակող արդյունաբերության արտադրանքի հանդեպ պահանջարկը խիստ նվազել է։ Դրական միտում է նկատվում գյուղատնտեսության ոլորտում, ինչը տնտեսագետ Կարեն Սարգսյանը կապում է նաև նախորդ տարվա նույն շրջանի ցածր տեմպի հետ։ Այս թարմացով կարծում եմ ավելի դրական կլինի, քան անցած տարիներին, քանի որ, ասենք, գյուղատնտեսական ապրանքները ցանկացած իրավիճակում այդ ապրանքների պահանջարկը թերևս ավելի քիչ է ենթարկվում տատանումների, այսինքն հատկապես սննդամթերքի հետ կապված նմանատիպ ապրանքները իրենք քիչ զգայուն են, ասենք, պահանջարկի կտրուկ տատանումը, իսկ ասենք արդյունաբերական այլ ապրանքներ բնականաբար կտրուկ այդպես արձագանքում են արտաքին պահանջարկի հետ կապված կամ ռիսկերի, այսինքն փաստացի մարդիկ միշտ ասենք սպառում են սննդամթերք եւ սա առաջին առաջնության այսպես ասած ապրանքներ են, իսկ Հայաստանից արտահանված ապրանքները բավական մրցունակ են, մասնավորապես ռուսական շուկայում։ Համաշխարհային տնտեսական անորոշությունները ստիպել են բազմաթիվ կառույցների բացասական իմաստով վերանայել տնտեսական ակտիվության կանխատեսումները։ Մասնագետների գնահատմամբ, սակայն Հայաստանի տնտեսական ակտիվությունը 5%-ի սահմաններում կլինի։ Մուշեղի Սախանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։